Ներկայացվել են այսպես ասած բժշկական դիտարկումներ, որոնք կատանի լիազորության, ինչպես նաև մասնագիտական գնահատման շրջանակներից դուրս են գծվում, հետևաբար չեն կարող ուսումնասիրության և գնահատման ենթարկվել։ Ինչ վերաբերում է կալանքը որպես պատիժ կիրառելու առնչությամբ ներկայացված դիտարկումներին, դատարանը արձանագրում է, որ մանրամասն և հաստատված կերպով ներկայացվել է, թե հատկապես ինչ հանգամանքների հաշվառումն է դատարանը երկարաձգել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոցը, Գերադասացյանը իր կողմից կայացված որոշմամբ, համապատասխան բողոքների քննության շրջանակներում, անփոփոխ հետևած դատարանի կողմից կայացված որոշումը, իսկ ինչ վերաբերում է մի այդ որոշումների մատնանշմանը, Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված որոշումներին, դատարանը վերստին արձանագրում է, ինչպես նշել է նաև պաշտպանության կողմից վիճարկված որոշման մեջ, առկա հիվանդություններն ինքնին խափան միջոցի փոփոխման չեն կարող հանգեցնել։ Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմից ունեցած քննարկման շրջանակներում դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը կազմած փորձագետներին հարցաքննելու սույնքուլի հնարավորության առնչությամբ դատարանն արձանագրում է, որ մանրամասնական հնարավորություն առկա չէ։ Ինչ վերաբերում է Նաիրա Բաբայանին, ով ստորագրել է ստացված փորձագետի եզրակացությունը, ով հանդիսանում է Առողջապահության նախարարության քրեակատվական բժշկության կենտրոնի բժշկական օգնության կազմակերպման սպասարկման և հասարակայնության կապի գաղտնի պետ, դատարանն արձանագրում է, որ վերջինիս բացառք հայտնելու ներկայացված հիմնավորումները առավելապես պայմանավորված են վերջինիս քրեակատվական ծառայության աշխատակից հանդիսանալու հանգամանքով պայմանավորված, սակայն դատարանը այսպես ասած ընդգծում է, որ չեն ներկայացվել հիմնավորում փաստարկներ, թե հատկապես ինչու վերջինս պետք է կաշառված լինել որևէ գերատեսչական շահով, նույն հարցադրման շրջանակներում դատարանը որպես օրինակ կարող է բերել քննիչների դատախազների փաստաբաններ, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակներում միջնորդությունները քննության են առնում հենց այդ մարմինների ձևավորված կամ առավելապես այդ մարմինների ներկայացուցիչների շրջանակներում ձևավորված մարմինների կողմից և զուտ այն հանգամանքը, որ որևէ պետական մարմնի կամ գերատեսչության ներկայացուցիչ հանդիսանում այս կամ այն անձնավորությունը, չի կարող վերջինիս բացարկի հիմք հանդիսանալ։ Նշված հանգամանքների հաշվառմամբ դատարանն արձանագրում է, որ խափանամիջոցը առնվազն սույնքուլի դրությամբ ենթակա չէ փոփոխման, ինչ վերաբերում է փորձագետներին ձեռագրելու հարցաքննելու առնչությամբ ներկայացված միջնորդությանը, դատարանն արձանագրում է, որ ինչպես արդեն մեկնաբանեց քրեադատավարական համապատասխան հարցակարգը բացակայում է, միևնույն ժամանակ, ինչպես դատարանը նախորդ արդեն դեկտեմբերի 17-ի որոշման շրջանակներում արձանագրել է, որևէ կերպ չի կարող անուշադրության մատնվել մեղադրյալի առողջական վիճակը, թեև ամբուլատոր քարտի մեջ նշումներ կան, որ մեղադրյալը ստացել է որոշակի բժշկական հետազոտություններ, այնուամենայնիվ պաշտպանության կողմը ներկայացրել է բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև դատարանին ներկայացվել մասնագետի եզրակացություն կրող անվանման բժշկական փաստաթուղթ, որում ներկայացված են համապատասխան դիտարկումներ, թեև դատարանը անհրաժեշտ է համարում այս ներկայացված եզրակացության մեջ ներկայացված բովանդակության և փորձագետի 907 հձ 2025 եզրակացության բովանդակությունների համադրում, այնուամենայնիվ այդ համադրումը առավելագույնը կարող է վկայել լրացուցիչ կամ կրկնակի դատաբժշկական փորձաքննության նշանակության մասին, դատարանը գտնում է, որ թեև այսպես ասած կողմի միջնորդությունը ևս առկա է, եթե դատարանը ճիշտ է հիշում Ես ասեցի, որ մենք ունենք նման միջնորդություն, բայց նա որ Իմ միջնորդությունների մեջ նշված է։ Իմ միջնորդությունների մեջ է նշված։ Դատարանն արձանագրում է, իսկ հարցադրումները նշված են միջնորդության մեջ։ Չէ, հիմա Հաշվառնելով, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կամ միջնորդությունը ենթադրում է որոշակի վարկածուցիչ այսպես ասած կոմպոնենտներ, որոնք առնվազն սույն կարևորությամբ առկա չեն, միևնույն ժամանակ դատարանը այսպես ասած արձանագրելով, որ ներկայացված բժշկական փաստաթղթերը կարող են հանդիսանալ այսպիսի փորձաքննությունների նշանակման որպես այսպես ասած փաստական հանգամանքներ, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ արդեն իսկ ունենք նշանակված դատական նիստի ժամանակներում, որի շրջանակներում, այսինքն մինչև այդ պետք է որոշակի այլ հանգամանքների առնչությամբ միասնական ձեռքբերում ձևավորվել, դատարանն արձանագրում է, որ այդ հնարավորությունը կարող է տրամադրվել ձեզ, որպեսզի անպատասխան հարցադրումներ ներկայացնեք կրկնակի կամ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության նշանակման
հարցը քննության առնելու համար։ Պատվարման դատարանը մենք նաև միջնորդում ենք մեր գործակալներին եւ մենք էլ մասնակցելու ենք միջնորդում ենք նաև մասնակցելու։ Այդ ինչը գրավոր Ուղղակի շատ հերոյալին է ասի 12-ը։ Վաղը նշանակ է։ Այո, վաղը նշանակ է։ Վաղը նշանակ է գոնե հարց վերաբերել, որովհետեւ դա շատ կարևոր է։ Վաղը դասավորեցի եք նման միջնորդություն ներկայացնել։ Չէ, հիմա հարցաշարը եւ մնացած մեր վաղը այդ հարցը միջնորդություն ներկայացնելը մի քանի պարտադիր հանգամանքներ են ցածր։ Նախ միջնորդությունը պետք է համապատասխան միջնորդության ներկայացման բովանդակային պահանջներին բավարարի։ Միջնորդությունը պետք է ներկայացվի ժամկետին եւ իրականացվի անձնավորությամբ։ Ձեր կողմից ներկայացված միջնորդությունը այդ հանգամանքներից առնվազն մեկին բովանդակության է։ Պատվարժան դատարան, դուք 15 օրերի ընթացքում իրանց տալու դատմատի միջնորդությունները էսի չլինի, նա լինի, նա չլինի, նա լինի։ Հիմա դուք բոլորը մերժեցիք, հիմա ասում եք համաձայնել նոր փորձաքննության։ Ես էլ ասում եմ, շատ լավ է համաձայնել եք, վաղը նշանակեք եւ մենք միջնորդենք ովքեր են մենք փորձագետները եւ նաեւ հացաշարը։ Ես ասում եմ, վաղը նշանակեք միջնորդության հանդիսակ, ես որ աշխատանքային օրը ավարտվի, վաղ ժամը 9-ից նշանակեք, մենք պատրաստ։ Վաղը հետևյալ 6-ն է։ Ժամը դատարանը վաղը 1-2-3-4-ից դատականից նշանակված, բայց այնուամենայնիվ ժամը 14:00 հարմար է։ Մյուս պաշտպաններին հարմար է, թե ինչու եմ հարցնում, որովհետև կներ եք, մի քիչ առաջ եք այդ հարցը քննարկում են հարցեր կանում, որ բոլորս ներկա պետք է լինի։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ պայմանը հիմա էլի առկա է, որովհետև Դատապեշտականի հարցի քննարկման համար կարող ենք եւ ներկա չլինի։ Ահա, այսինքն մի բան արձանագրել, որ կարող են երբևէ այդպիսի հարցեր քննարկել, արձանագրենք անցնենք առաջ, որ կարող են երբևէ լինել այդպիսի հարցեր, որ ոչ ամբողջությամբ, ոչ բոլորը ներկա։ Ճիշտ եմ հասկանում։ Եվ երկրորդը, մեղադրյալը պետք է ներկայացնել չէ, ասում քննարկել համապատասխան մամուլը կարող են բավարար ժամին մեղադրյալին ներկայացնել։ Համապատասխան գրությունը կհասցեագրվի, եթե չկարողանան կհասկանան ժամանակով չնշեցիք ինչքան ժամանակով վերացրեց։ Սույնից հեռացվեց հաջորդին, եթե էլի նմանատիպ Չէ, ես մայն վերացրեցիք, սանկցիա կիրառեցիք, ժամանակատվածը չնշեցիք։ Սույն դատական հստից հեռացվեց։ Եվ մի անգամանքի շատ ներկայացնում պատվարժան դատարան։ Ես ճիշտ ասած չէի կարել, որ նաև այդպիսի միջնորդություն ներկայացվեց։ Ինչևից է, խնդիր չեմ տեսնում։ Եվ երբ որ համապատասխան հարցերը կամ այլ պահանջները այդպիսի ներկայացվեն, ես համոզված եմ, պատվարժան դատարան, դուք հնարավորություն կձեռնեք, արդեն ծանոթացված լինելով հարցերին ճիշտ որոշում այդպես։ Որ վաղը ժամը 14:00 նշանակենք Պարոն Իսակյան, վաղը 14:00։ Սկեսից դեմ այս տալանում իստերին մինչև ժամը 4-ը։ Մենք եստեղ իստեն ժամը 1-ից։ 14:00 դիտարկեք, էլի 10:30-12:00 նախապես նշանակված նիստերն են։ 14:00 վաղ։ Այս վաղը ժամը 2-ը։ Դատական Դատական իսկ հայտարարություն նշանակում է 2020 թվականի փետրվարի 6-ին ժամը